Պարոն Համբարյան, Կնեսետ են արդեն մտցրել հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որ ամենայն հավանականությամբ կլսվի հաջորդ շաբաթ։ Բայց նաև տեղեկություններ են տարածվում, որ թուրք ադրբեջանական տանդեմի կողմից փորձում են ճնշումներ գործադրել, մասնավորապես կաշառել Կնեսետի պատգամավորներին, որպեսզի չընդունեն։ Նման տեղեկություններ Դե նայեք, այստեղ խնդիր հետևյալն է, որ մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ մեծ մերձավոր արևելքում Թուրքիան եւ Իսրայելը համարվում են շատ սերտ գործընկերներ։ Նրանց միջև կան բազմաթիվ ռազմաքաղաքական եւ տնտեսական պայմանագրեր, եւ մինչեւ հիմա այնինչ տեղի էր ունենում Գազայում, այնինչ տեղի էր ունենում Պաղեստինում, այդքան էլ շատ գլոբալ առումով չէր ազդում Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Եվ որքան էլ Էրդողանը հոխորդում էր, նշեմ, որ Թուրքիայի եւ Իսրայելի եւ տնտեսական եւ ռազմավարական հարաբերությունները շարունակում էին պահպանվել։ Մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ ոչ մի երկիր, հատկապես վերջին 30 տարիների ընթացքում հայոց ցեղասպանությունը հենց այնպես չի ճանաչել։ Կոպիտ ասած, մեր սիրուն աչքերի համար չի ճանաչել։ Ճիշտ են այն պնդումները, որ հայոց ցեղասպանությունը եթե ինչ-որ երկիր ճանաչում է, կրկնում եմ, հատկապես վերջին 30 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը անկախ երկիր է։ Այսինքն այդ ճանաչող երկրները ունեն իրենց սեփական շահերը, եւ դա շատ նորմալ է։ Եթե մենք ռոմանտիկ եւ այսպես ասած հեքիաթների մեջ ենք ապրում, դա մեր խնդիրն է, բայց խնդիրը հետևյալն է, որ մեր նման փոքր ժողովուրդը եւ փոքր պետությունը պետք է դա ամեն ինչից օգուտներ քաղի։ Հիմա նայեք, Իսրայելի եւ Թուրքիայի միջև ինչ որ ճեղքվածք է առաջացել եւ հայոց ցեղասպանությունը միշտ Իսրայելի իշխանությունները պահել են որպես ամենակարևոր զսպաշաբիկներից մեկը Անկարայի նկատմամբ։ Եվ հիմա առաջին քայլն է տեղի ունենում ցեղասպանության ճանաչումը իսրայելական պետության կողմից։ Սա եւս շատ հետաքրքիր գործընթաց է այն առումով, որ հрьяաները, որոնք 45 թվականին ուրեմն այսպես ասած 45 թվականից հետո ցեղասպանության ենթարկվելուց հետո ձեռք բերեցին հայրենիք Իսրայել պետությունը, միշտ իրենց փորձում են ներկայացնել որպես եզակի ցեղասպանության ենթարկված ժողովուրդ եւ նրանք միշտ շատ մեծ նախանձով են վերաբերվել թեկուզ եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, չնայած նշեմ, որ ասենք նույն Իսրայելում գործող ցեղասպանություններ ուսումնասիրող ինստիտուտները, այդ նաեւ ասենք թե Հոլոկոստի ինստիտուտը եւ այլ խոշոր հրեա գիտնականներ, չնայած միշտ իրենց վրա ճնշում ունենալով ադրբեջանա-թուրքական տանդեմի ներկայացուցիչներին, միշտ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե ինչու Իսրայելը այս պահին ճանաչեց եւ ինչ գործընթացներ է Իսրայելը շարունակում, այսպես ասած, ինչ գործընթացներով է այս ամենը շարունակվելու մեր տարածաշրջանում, որովհետեւ Իսրայելի ճանաչումը սա առաջին քայլն է եւ մենք նաեւ պետք է շատ լավ գիտակցենք եւս մեկ շատ հետաքրքիր ու կարեւոր փաստ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կախվածություն ունի հրեական ուրեմն տարից նույն ԱՄՆ նախագահները շատ կախված են հրեաներից եւ չի բացառվում, որ Իսրայել պետությունը նաեւ այս ճանաչման գործընթացը նաեւ տեղափոխի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, թե արդյոք դա տեղի կունենա արագ, ինչպես հիմա Իսրայելում է, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, որ կառավարությունը կարող է հիմա ճանաչել եւ դա ասենք թե թողնեին աշնանը, բայց ոչ, Իսրայելի արտգործնախարարը շատ արագ վարչապետի ցուցումով ուղարկեց Քնեսետ, որպեսզի ամառային սեսիաներին, որոնք արդեն ավարտվում են Իսրայելի Քնեսետում, շատ արագ այդ ցեղասպանության գործընթացի ճանաչման այդ պահը ավարտվի։ Հիմա տարբեր կերպ կարելի է մեկ դա բանել, բայց ամեն դեպքում կնշեմ մեկ շատ ցավալի, շատ ամոթալի փաստ։ Իսրայելը դա ճանաչում է իր սեփական խաղերը տանելու համար, թե
թուրքերին ընդամենը ցավեցնելու համար, որովհետև մենք նաև շատ հետաքրքիր գործընթաց ենք տեսնում այս պահի դրությամբ, մենք չենք տեսնում, որ ասենք լուրջ սրվեն թուրք-իսրայելական հարաբերությունները բացի այդ դերասանական մեկը մյուսին մեղադրելու մեջ։ Հասկանում եք, չէ՞, որովհետև նույն Իսրայելը Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղով ստանում է իր վառելիքա էներգետիկ կարիքների համար ծախսվող նավթի մոտավորապես 50-60%։ Նույն Իսրայելի եւ Թուրքիայի միջև տնտեսական ուրեմն տարեկան շրջանառությունը 13 միլիարդ ամերիկյան դոլար է։ Ես նաև հիշեցնեմ շատ հետաքրքիր փաստ, երբ որ Իսրայելը ռմբակոծում էր Պաղեստինը անցյալ տարի, Թուրքիայում շատ մի հետաքրքիր լուսանկար էին հրապարակել թուրք լրագրողները, երբ որ թուրքերը հակաիսրայելական շատ մեծ հանրահավաք էին եւ երթ էին կազմակերպել Ստամբուլում եւ անցնում էին Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամուրջով, այդ նույն կամուրջի տակից անցնում էր շատ մեծ իսրայելական նավ, որը ապրանք էր տեղափոխում Թուրքիայից Իսրայել։ Այսինքն դա հագասող էր, բայց խնդիրը նրանում է, որ ես միշտ եմ ասել, հիմա էլ եմ պնդում, որ թուրք-իսրայելական հարաբերությունները որքան էլ սրվեն, նրանց միջև ռազմավարական հարաբերություններ կա։ Եվ հիմա շատ կարևոր է, թե Իսրայելը հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը այսպես կճանաչի եւ կանք կառնի, թե շարունակական բնույթ տակ կգրի, որովհետեւ իսրայելական պետության ազդեցությունը, Իսրայել պետության ազդեցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա շատ մեծ է։ Սա շատ հետաքրքիր գործընթացներ են հիմա տեղի ունենում, իսկ ամոթին վերադառնալով նշեմ, որ մեր ամոթը այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը գոնե մի 4 շնորհակալություն չհայտնեց։ Սա աբսուրդ էր, բայց փաստ։ Չեմ մեկնաբանում նաև։ Չէ, ամեն դեպքում մեկնաբանելու կարիք չկա։ Կարող էին նշել շնորհակալ ենք Իսրայելից հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար։ Հիմա Կամ նույն Բենյամին Նետանյահուից։ Գիտեք, Բենյամին Նետանյահու անձնապես էր հայտարարել նաև անցած տարի։ Ինձ համար ամենաանընդունելի, ամենաստորագույն քաղաքական գործիչներից մեկն է ժամանակակից պատմության մեջ, բայց խնդիրը հետևյալն է, որ ես կարող եմ այդ կարծիք հայտնել որպես սովորական քաղաքացի, բայց Հայաստանի ղեկավարությունը գոնե մի 4 շնորհակալություն պետք է հայտներ։ Գիտեք, այստեղ նաև այլ հարց կա, եթե հանկարծ գլոբալ խնդիրներ ծագեն Իսրայելի եւ Թուրքիայի միջև, իսկ դա նաև կազդի Ադրբեջանի վրա։ Այստեղ խնդիրը հետևյալն է, թե իսկ Ադրբեջանը ինչ դիրքորոշում կդրսևորի այս պահով։ Եվ շատ հետաքրքիր է, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ Թրիպի հետ համատեղ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի հարավում ձեռք բերեց ազդեցության գոտի, եւ հիմա հարց է, իսկ Իսրայելը, որը Ադրբեջանին մինչև հիմա օգտագործում էր որպես պլացդարմ հակաիրանական գործողություններ կազմակերպելու համար, արդյոք նաև Հայաստանը չի դարձնի այդ նույն պլացդարմի անդամ, որովհետև ոչ մեկի համար նորություն չէ, որ նույն օկուպացված Արցախի տարածքում գոյություն ունեցող, իդեպ շատ հետաքրքիր է այս փաստը, մարդ դեռ չկար այնտեղ, բայց Ֆիզուլիում, Զանգելանում եւ ուրեմն Լաչինում միջազգային օդանավակայաններ կառուցեց։ Եվ նույն իրանական բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ այդ օդանավակայանները իրականում իսրայելական ռազմաբազաներ են, որոնք ռադիոլոկացիոն, ուրեմն այսպես ասած հետախուզում են իրականացում Իսրայելի տարածքում, ինչպես նաև զուտ հենց այն սահմանային կոդում, որը ուրեմն գտնվում է նույն Ֆիզուլից եւ ուրեմն Զանգելանից այն կողմ Իրան։ Եվ բերեք չմոռանանք նաև, որ Իրանի նախագահ Ռաիսի ուղղաթիռը կործանվեց ընդամենը այդ նույն ռազմաբազաներից 80-90 կիլոմետր հեռավորության վրա ժամանակին 3 տարի առաջ։ Ադրբեջանը ամեն դեպքում շատ խառնված է այս պահին, եւ արդյոք նրանք են, որոնք փորձում են այսպես Քնեսետի պատգամավորներին քարոզել կամ կաշառել։ Ուրեմն նայեք, այդ հարցին էլ անդրադառնամ, կիսատ մնաց, ուրեմն Ադրբեջանի ազդեցությունը Իսրայելում շատ մեծ է եւ դա պայմանավորված է Ադրբեջանից Իսրայել գաղթած հրյաներով,
որոնք շատ մեծահարուստ են եւ շատ ազդեցիկ են։ Իդեպ այդ հрьяաների մի մասը նաև ապրում է Ռուսաստանում։ Գոտնիսանով, Զախարիլիև, Ադրբեջանի նախագահի ուրեմն Փեսան Ագալարովները ճիշտ է իրանք որպես ադրբեջանցի են ներկայացնում, բայց իրականում նրանք լեռնական հрьяաներն են, Կրասնայա Սլաբադա կոչվող վայրն է։ Իդեպ հետաքրքիր փաստ նշեմ, աշխարհի դոլարային միլիարդերների քանակով այդ տարածքը համարվում է առաջին տեղում։ Այդ նույն Թելման Իսմայիլովը, որը ժամանակին Չերքիզովսկի ուրեմն կոչված շուկայի սեփականատերն էր Մոսկվայում, դոլարային միլիարդեր էր, սրանք բոլորը հрьяաներ են, ապրում են ճիշտ է Մոսկվայում, Ռուսաստանի Դաշնությունում, բայց նրանք նաև շատ մեծ ազդեցություն ունեն եւ շատ ծերտ կապեր ունեն ուրեմն Իսրայելում։ Գումարած դրան, վերեք չմոռանանք, որ նույն խորհրդային միությունից գաղթած հрьяաները շատ մեծ քաղաքական ուժ ունեն։ Մեր տունը Իսրայելն է։ Ավիգդոր Լիբերման, սրանց առաջնորդը, ինքը բացահայտ ադրբեջանամետ լոբիստական գործունեություն է ծավալում։ Նախկինում եղել է նաև Իսրայելի ուրեմն կառավարության անդամներ տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Եվ այո, հիմա այդ նույն խմբակցությունը, որը միշտ ադրբեջանամետ գործունեություն է ծավալել Իսրայելում, հիմա ամեն ինչ անում է, որպեսզի տաբալի հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Քնեսետում։ Եվ նավթախավիարային դիվանագիտության մեթոդներն են կիրառում, այսինքն կաշառքներ եւ լոբինգ, այսինքն Քնեսետի պատգամավորը ինչ որ X ուրեմն մարդու հետ, ով շատ ծերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, ուրեմն նրա հետ հանդիպումներ, համոզել եւ այլն եւ այլն։ Այո, փաստ է, որ Թուրքիան այդքան ազդեցություն չունի Իսրայելի քաղաքական դաշտի վրա, որքան Ադրբեջանը, եւ քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմը հարավային Կովկասում գործում է միասնաբար, մեխանիկորեն, քանի որ նաեւ վտանգ կա, որ Իսրայելը կարող է Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելով վերջնականապես կարող է նաեւ Ադրբեջանին որպես շատ ուժեղ եւ հարուստ ազդեցիկ գործընկեր ուրեմն պարտադրել, որ պետք է ընտրես կամ մեզ կամ Թուրքիային, հիմա Ադրբեջանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի այդ երկընտրանքի առաջ չկանգնի։ Իսկ արդյոք կհաջողեն, ելնելով նրանից, որ ժամանակը շատ քիչ է։ Դե ինձ թվում է, որ Բենյամին Նետանյահուն հենց այս ավրալ մեթոդները, այսինքն շատ արագ Քնեսետ մտցնելը կազմակերպեց, որպեսզի ադրբեջանական լոբիստական խմբակցությունները եւ համապատասխան անձիկ ժամանակ չունենան եւ չկարողանան ազդել ուրեմն Իսրայելի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վրա։ Չնայած նշեմ, որ ամեն դեպքում Իսրայելում կոալիցիոն կառավարություն է եւ մեխանիկորեն շատ քիչ է հավանականությունը, որ Բենյամին Նետանյահուի կողմից որպես գործող վարչապետի կողմից Քնեսետ ուղարկված հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծը կարող է չընդունվել։ Դա իհարկե առաջնայինը նաև մեծ վնաս է հենց նույն Բենյամին Նետանյահուի։